Ողջույն, սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպը կույս նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերը։ Հիշեցնեմ, որ առաջին հերթին հորոսկոպը պետք է նայել արևի նշանով, օներողություն ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով լրացումները կատարել։ Այսպիսով, արևը մինչև հուլիսի 22-ը կգտնվի խեցգետի նշանում ձեր 11-րդ տանը։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ինչ-որ խմբակների հարցերով, այն ամենի, ինչը կապված է օնլայն հարթակի հետ այդ հարցերով, ինչպես նաև ձեր ընկերների, գաղափարակիցների հետ հանդիպելով։ Ամսի 22-ից սկսած արևը կանցնի առյուծ նշան ձեր 12-րդ տուն և լավ ժամանակահատված կսկսվի ձեզ համար, որպեսզի ազատվեք այն ամենից, ինչը ձեզ խանգարում է։ Կարող եք ձեր տունը մաքրել, հին իրերից ազատվել կամ եթե բացասական սովորություններ կան, ապա լավ ժամանակահատված է դրանցից ազատվելու համար։ Մերկուրի մոլորակը մինչև հուլիսի 23-ը կգտնվի խեցգետի նշանում հետընթաց դիրքով։ Հետընթաց Մերկուրիի մասին առանձին նյութ ունեմ տեղադրած, հղումը կարող եք գտնել նկարագրություններ բաժնում։ Վեներա մոլորակը մինչև հուլիսի 9-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 12-րդ տանը, հնարավոր է դուք ստանաք ինչ-որ գումար կամ նվեր հեռու ինչ-որ վայրերից, հեռավոր հողերից։ Իսկ ամսի 9-ից սկսած Վեներան կանցնի արդեն կույս նշան ձեր առաջին տուն, շատերը կզգան սիրահարվածություն, նոր հարաբերություններ կարող է սկսվեն, գուցե ամուսնանաք այս ժամանակահատվածում, կամ ինչ-որ հաճելի նվեր ստանաք ամուսնուց, կնոջից կամ ուղղակի լավ գործարք կնքեք այս ժամանակահատվածում։ Մարս մոլորակը ամբողջ ամիս գտնվելու է երկվորյակ նշանում ձեր 10-րդ տանը։ Մարսը, որտեղ Մարսը, այնտեղ մեծ ակտիվություն, մեծ էներգիա, իսկ 10-րդ տունը դա մեր ղեկավարությունն է, կարիերան է, մեր նպատակներն են կարևոր, իսկ որպեսզի Մարսի այսպես էներգիան չվերածվի բանավեճի, լավ կլինի, որ սպորտով զբաղվեք։ Հնարավոր է տարաձայնություններ լինեն ղեկավարության հետ, կամ ուղղակի այս ժամանակահատվածում ակտիվ կերպով որոշեք ձեր բիզնեսը առաջ տանել, իհարկե, եթե այն ունեք։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում այս ամսում 0-ից 6 աստիճան շարժվելով։ Յուպիտերը, սիրելի ընկերներ, առյուծ նշանում ձեր 12-րդ տանն է, կբերի ձեզ մեծ հնարավորություններ, ինչը կապված է հեռավոր հողերի հետ։ Ինչ է սա նշանակում։ Յուպիտերը 12-րդ տանը հնարավոր է ժառանգություն ստանան ոմանք մեկնեն արտերկիր բնակության կամ ոչ միայն բնակության, այս գուցե սովորելու եւս լինի, այստեղ արդեն անհատական քարտեզով պետք է նայել, որ հասկանալ, թե որ ոլորտում որ ձևով է արտահայտվելու, բայց որ ինչ-որ դրական փոփոխություններ լինելու են բոլորի մոտ, դա հաստատ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 21-ից 24 աստիճան շարժվելով, սա ձեր 4-րդ տունն է։ Իսկ սև լուսինը 4-րդ տանը դա վախեր են, տարաձայնություններ են, անհամաձայնություններ են ընտանիքի ներսում, կամ եթե ինչ-որ անշարժ գույք պետք է գնեք վաճառեք, ապա ինչ-որ խաբեություն կարող է լինել։ Այս ամսում այն կույսերը պետք է զգուշանան սև լուսնի ազդեցությունից, ովքեր ասցենդենտով կույս են և ասցենդենտը գտնվում է կույսի 21-ից 24 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 13-ից 16 ընկած ժամանակահատվածում, այսինքն սեպտեմբերի 13-ից 16 ընկած ժամանակահատվածում։ Նորալուսին կունենանք հուլիսի 14-ին, երկու շաբաթ հետո իր ազդեցությունային կթողնի, խեցգետի նշանում ձեր 11-րդ տանը։ Սա նոր սկիզբ է, նոր էներգիա է, գուցե նոր ընկեր կամ ընկերուհի ունենաք, կամ նոր խմբակի հաճախեք, ինչ-որ նոր գործ սկսեք կապված օնլայն հարթակի հետ։ Եվ լիալուսինը կլինի հուլիսի 29-ին, երկու շաբաթ հետո եւս իր ազդեցությունը կթողնի, այն կլինի ձեր 6-րդ տանը։ 6-րդ տունը դա առողջության տունն է, աշխատանքի տունն է եւ ինչ-որ վերջնական կետ կդրվի, ինչ-որ պարզություն կմտնի եւ կարծես մի ոլորտ ձեզ համար առաջնահերթ կդառնա։ Կարծում եմ հնարավոր է առողջական ինչ-որ խնդրի մասին սա խոսի, այս օրերին հատկապես զգույշ եղեք եւ կամ ուղղակի այս լիալուսնի ազդեցության ներքո որոշեք դուրս գալ աշխատանքից, փոխեք աշխատանքը կամ օրինակ դեկրետ գնաք, վերադառնաք դեկրետից, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Այժմ լարված օրերը նշեմ։ Լարված է լինելու հուլիսի 3-ը, հուլիսի 6-ը, 13-ը, հուլիսի 20-ը և հուլիսի 26-ից սկսած մինչև ամսվա վերջ։
Այսքանը սիրելի կույսեր կապված հուլիս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։